Ստիպված եք չէ՞ լինելու կոալիցիոն կառավարություն կազմել։ Ես ձեր փոխարեն այդպիսի վստահություն չէի ունենա, որ ստիպված ենք լինելու։ Ակնհայտ է, որ ունեք բարձր վարկանիշ, պարոն Դանիելյան, բայց նաև ակնհայտ է, որ այդ վարկանիշը բավարար չէ կառավարություն կազմելու համար, այսինքն ընտրություններից հետո դուք պետք է գնաք ուժերից որևէ մեկի հետ առնվազն կոալիցիոն ճանապարհով կառավարություն ստեղծելու համար։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Իսկ դուք չեք տեսնում, որ դուք մի հարթության վրա եք դնում իշխանություններին եւ ընդդիմությանը։ Ես չեմ տեսնում նման մոտեցում, իմ խոսքերը վերաբերում էր անհատներին։ Ինչ պայմաններ եք առաջ քաշելու Բաքվի հետ հարաբերություններում։ Մենք ինչ հարցեր եք բարձրաձայնելու։ Գիտեք, խոսքը խաղաղության մասին է, պետք է խաղաղություն լինի կայուն։ Մինչև միանալը անմիջապես այդ ընթացքում ես զբաղվում էի իրավաբանությամբ եւ տարբեր ծրագրերի ղեկավար էի հանդիսանում դաշիր ընկերությունների խմբում։ Մենք պատրաստ ենք գնալ օրինականության ճանապարհով եւ մենք գնալու ենք եւ պահանջելու ենք, որպիսի Հայաստանում գործի օրենքը, որպիսի չլինեն ընտրակեղծիքներ, խեղաթուրված արդյունքներ, խաբված հասարակություն։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Արտուր Դանիելյանն է, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերը երեկվանից հետո, երեկվա ձեր համագումարից հետո հիմնական թեման այսօր Հայաստանում Սամվել Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու առաջարկելներ։ Այդ ինչ մտահղացում էր, ինչու նման որոշում կայացրեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրոք երեկվանից սկսած բավականին բնական է մեծ քննարկումների տեղիք է տվել մեր հայտարարությունը։ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից հենց Ուժեղ Հայաստանում որպես վարչապետ մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանին եւ տեսնում ենք այն սահմանադրական ճանապարհը եւ գործիքակազմը, որը կիրառելու պարագայում դա հնարավոր կլինի։ Իսկ ինչու հենց Սամվել Կարապետյանը, կարող եմ ասել, որովհետեւ նա մեր առաջնորդն է եղել ի սկզբանե, երբ սկսեցինք մեր ձևով շարժումը, առաջին օրվանից սկսած մեր առաջնորդը եղել է Սամվել Կարապետյանը։ Եվ բնականաբար մեր հանրության հետ աշխատանքներում ներկայացված ծրագրերը, այն տեսլականը, որը մենք ունենք Հայաստանի համար, Ուժեղ Հայաստանի համար, հենց լավագույնս կկարողանա կյանքի կոչել Սամվել Կարապետյանը։ Մի քանի բայցեր կան, հա, ձեր որոշման հետ կապված հարցեր, որ այսօր քննարկվում է ներքաղաքական կյանքում, առաջինը առանց այդ էլ Ուժեղ Հայաստանը, մեր ձևով շարժումը, Սամվել Կարապետյանը խոցելի էին Հայաստանում, որտեղ շատերն էին խոսում, որ պետք է հաշվի առնել, որ այսօր գործող իշխանությունները կարող են նույնիսկ չգրանցել Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժին եւ թույլ չտալ, որ մասնակցի ընտրություններին։ Եվ փաստորեն դուք նրան առաջադրելով որպես վարչապետ, երբ նա ունի նաեւ ոչ միայն Հայաստանի քաղաքացիություն, փաստորեն ավելի խոցելի եք դառնում իշխանությունների համար։ Տեսեք, նախ կուզենամ ձեր հարցի պատասխանը սկսել այն ճանապարհային քարտեզից, որը որ առկա է, որի պարագայում հնարավոր է հաղթահարել այդ բարերը։ Սահմանադրական արգելքը։ Մենք ունենք Սահմանադրությունում 148-րդ հոդված, որը որ նախատեսում է այն պայմանները, որոնք որ պետք է բավարարի կառավարության անդամի համար։ Եվ Սահմանադրությունում ունենք նաև 202 հոդվածը, որտեղ որ ներառված է այն հոդվածների ցանկը, որոնք որ միայն հանրաքվեով է հնարավոր։ Ես հասկանում եմ, խոսքը 2/3 ձայների մասին է, այսինքն ազգային ժողովով կարելի է անցկացնել այդ փոփոխությունը Սահմանադրության մեջ, բայց դա նաև ենթադրում է, որ առաջին նիստը, նոր ազգային ժողովի առաջին նիստը պիտի հենց դրան նվիրված լինի։ Օրենքները թույլ տալիս են։ Տեսեք, մեր քաղաքական ուժի առաջին քաղաքական որոշումը եւ նախաձեռնությունը լինելու է այդ դրույթի փոփոխությունը։ Մենք շատ լավ պատկերացնում ենք սահմանադրական ճանապարհը այդ փոփոխությունը կատարելու համար, այն գործողությունների հաջորդականությունը, որը որ անհրաժեշտ է։ Հետևաբար, նաև կուզենամ մեր հայրենակիցներին դիմելով ասել, որ այդ process-ը Սահմանադրությունում ազգային ժողովի միջոցով փոփոխություններ կատարելու նոր չէ, եւ մենք նոր գործիքակազմ չենք առաջարկում, այլ արդեն գոյություն ունեցող գործիքակազմը ցանկանում ենք կիրառել, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան։
Այսինքն կրկնօրինակում եք իշխանություններին։ Չենք կրկնօրինակում իշխանություններին, առնվազն մեկ պարզ տարբերություն կա, չնայած տարբերությունները շատ են։ Մենք մինչև ընտրությունները, մինչև մեր քաղաքական ուժի ծրագրերի ներկայացնելը ամբողջական, մեր հանրությանը, մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ մեր ուժին քվետալով, մեր ուժին աջակցելով, դուք նաև աջակցում եք այս փոփոխությանը։ Իսկ այն փոփոխությունը, որը որ գործող իշխանությունը կատարեց դատական իշխանության պարագայում, սահմանադրական դատային է խոսքս վերաբերվում, դա չէր նախանշվել եւ ես վստահ եմ, որ մեր հանրության շատ մեծ մասը նույնիսկ չի նկատել այդ փոփոխությունը։ Պարոն Դանիելյան, ես ասեմ երկու հնարավոր վարկած, երկու հնարավոր պատճառ, ինչու է մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստան կուսակցությունը նման որոշում կայացրել, դուք ասեք, որն է ավելի մոտ իրականությանը։ Առաջին պատճառը ինչու եք առաջադրել Սամվել Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու, ըստ իս, որովհետև Սամվել Կարապետյանն իսկապես մեծ աջակցություն է վայելում բնակչության շրջանում եւ դուք չեք կարողացել այնպիսի ուժ գեներացնել, որ Սամվել Կարապետյանին աջակցելուն գումարվեր նաև շարժմանը աջակցելու ձայները։ Եվ երկրորդ պատճառը, որ Սամվել Կարապետյանը որպես վարչապետ ավելի ընդունելի է Հայաստանում գործող ընդդիմադիր մեծ ուժերի համար, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի համար։ Ես ավելի լավ ասեմ հստակ ձեր հարցի պատասխանը, թե այդ որոշման հիմքում ինչն է ընկած։ Նախ այն, որ Սամվել Կարապետյանը ունի հանրության շրջանում աջակցություն եւ նրա նկատմամբ վստահությունը բավականին բարձր է, դա ունի շատ հիմնավոր պատճառներ։ Նրա կենսագրությունը, Հայաստանի Հանրապետության կողքին կանգնած լինելը իր ամբողջ կենսագրության ընթացքում հիմք են ծառայել, որպեսզի հանրության շրջանում ձևավորվի Սամվել Կարապետյանի նկատմամբ այդ վստահության եւ հավատի տրամադրվածությունը։ Իսկ ինչի է հենց կոնկրետ Սամվել Կարապետյանը լինելու վարչապետի թեկնածուն, մեկ պատասխան եւս ասեմ, որովհետեւ նա լավագույնս կարող է կազմակերպել այն ծրագրերի իրականացումը, որը որ մենք ներկայացնում ենք մեր հանրությանը։ Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության կողմից ընդունելի լինել չլինելու հանգամանքին, մեզ համար առաջնահերթը եւ միակ լսարանը մեր հայրենակիցներն են։ Այսինքն մենք ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր առաջարկները մեր հայրենակիցներին։ Բայց դու ստիպված եք չէ լինելու կոալիցիոն կառավարություն կազմել։ Ես ձեր փոխարեն այդպիսի վստահություն չէի ունենա, որ ստիպված ենք լինելու։ Մենք ստիպված որևէ քայլի չենք գնալու, որը որ մեր արժեհամակարգին, մեր խոստումներին, մեր առաջարկած ծրագրերին դեմ է։ Դե եթե դուք չհաղթահարեք, ասենք դուք ստանաք 40% եւ ձեզ չի հերիքում կառավարություն կազմելու համար ինչ պետք է անեք, պետք է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմեք, ուրիշ ճանապարհ չկա։ Հիմա տեսեք, թե ինչ որ բան հնարել եք, հնարեք։ Ես նախ չէի ուզենա հենց հիմա քննարկել այն վարկածները, թե ինչ կլինի ընտրություններից հետո։ Մի բան մեզ համար ակնհայտ է, գոնե այսօր բոլոր սոցհարցումները բոլոր մեր հայրենակիցների հետ ում հետ որ շփումներ ենք ունենում, որոնք որ հավատացեք քիչ չեն, ցույց են տալիս, որ մենք առնվազն ընդդիմադիր դաշտում այս պահին ունենք առաջատար դեր։ Եվ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այսինքն մեր առաջարկը մեր հայրենակիցներին ներկայացված նաև մեր վարչապետի թեկնածուն դրական ելքի պարագայում լինելու է Սամվել Կարապետյանը եւ դրական ելք մենք տեսնում ենք բացարձակ եւ անվիճարկելի հաղթանակը։ Իսկ այն, որ մեր հայրենակիցների քվեն բարձրացված ձայնը պետք է լսելի լինի բոլորիս համար, դա նույնպես չենք քննարկում։ Դա կլինենք մենք, կլինեն այսօրվա գործող իշխանությունները ինչ որ ֆորմատով։ Այսինքն հանգիստ կընդունեք Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ Ոչ, եսի նկատի ունեմ, մենք պետք է հանգիստ ընդունենք մեր հայրենակիցների ցանկացած որոշում եւ այդ որոշման վրա պետք է որևէ ապօրինի ազդեցություն չլինի, որևէ սահմանափակումներ չլինի։ Դուք ասացիք, որ ընտրություններին կարող է թույլ չտան, որ մասնակցենք, այդ բացը ոնց որ բաց թողեցինք, ես պատասխանես մեզ չնշեցի։ Հիմա խնդրում եմ մի փոքրիկ պատմական ակնարկ անենք։ Երբ որ Սամվել Կարապետյանի հայտնի զրույցը հրապարակվեց, այդ ժամանակ էլ իշխանությունները նպատակ ունեին Սամվել Կարապետյանի նկատմամբ ցանկացած քաղաքական բռնաճնշումներ իրագործելով նրան հետ պահել քաղաքականության մեջ իր խոսքը ասելուց փորձում էին հետ պահել։
Ստացվեց թե չէ։ Այսօր իրականությունը ցույց է տալիս, որ չստացվեց։ Այսինքն ուզում եք ասել, որ եղել են առաջարկներ, ինքը չի գնացել գործարքի։ Ուզում եմ ասել, որ ապօրինի ճանապարհով Սամվել Կարապետյանի սահմանափակումները օգուտ չեն տալիս այսօրվա իշխանության համար, որովհետև փաստն է խոսում այդ մասին, որովհետև սահմանափակումներ կային, որպեսզի Սամվել Կարապետյանը իր խոսքը չասեր քաղաքական դաշտում։ Այդ սահմանափակումները արդյունավետ չեղան գործող իշխանությունների համար, որովհետև սկզբից ծավալվեց մեծ շարժում, որը որ դարձավ այսօր կուսակցություն ուժեղ Հայաստան անվանմամբ, որը որ ունի շատ բարձր վարկանիշ եւ բոլորին դա ակնհայտ է։ Ակնհայտ է, որ ունեք բարձր վարկանիշ, պարոն Դանիելյան, բայց նաեւ ակնհայտ է, որ այդ վարկանիշը բավարար չէ կառավարություն կազմելու համար, այսինքն ընտրություններից հետո դուք պետք է գնաք ուժերից որևէ մեկի հետ առնվազն կոալիցիոն ճանապարհով կառավարություն ստեղծելու համար։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այսինքն 50+ հավաքեք, 50+1 հավաքեք։ Բացարձակ հաղթանակի եւ այդ հաղթանակը կարծում եմ պետք է ցանկալի լինի ցանկացած հայ մարդու, ով որ ուզում է տեսնել ուժեղ Հայաստան։ Իսկ բացառում եք, որ ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ որևէ համագործակցություն լինի։ Ինչ ֆորմատով է։ Դաշինքի, կոալիցիոն, ինչ որ։ Երկու հակադիր կողմերի հետ։ Ուժեղ Հայաստանի տեսլականը ունեցող քաղաքական ուժը ինչ համագործակցություն կարող է ունենալ այն ուժի հետ, որը որ Հայաստանը թույլատրել է որպես գաղափարախոսություն մեր կողմից ընտրված ուժեղ Հայաստան ունենալն է։ Իսկ եթե կգտնվեն անհատներ, ես չեմ ուզում քաղաքական ուժերի մասին խոսել, որովհետև ցանկացած քաղաքական միավորում կգտնվեն հաստատ մարդիկ, որոնք հայրենասեր են, որոնք ուզում են մեր երկիրը տեսնել։ Կարող ենք ենթադրել հետևյալ պատկերը ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիրը իր տոկոսներով զիջել է ձեզ, երկրորդ տեղն է զբաղեցրել, բայց ոչ դուք, ոչ քաղաքացիական պայմանագիրը բնականաբար չեք կարող կառավարություն կազմել եւ օրինակ քաղաքացիական պայմանագրից ձեզ մոտ գալիս են բանագնացներ ու ասում են, օքեյ, Նիկոլ Փաշինյանը չկա, իրեն հումանիտար միջանցք տվեք, թողեք վեր կենա, մեզ հետ համագործակցենք, միասին կոալիցիոն կառավարություն ստեղծենք։ Քոչարյանը կամ մյուսները չկան իշխանության։ Ես չէի ուզենա հիմա կանխատեսումների հիման վրա վերլուծություններ, հնարավոր պատկեր է։ Բայց ասեմ մի բան, նախ դուք նշեցիք հումանիտար միջանցք։ Հումանիտար միջանցք տվողը մեր դատական համակարգը պետք է լինի, տվող կամ չտվողը։ Մեր պատկերացրած Հայաստանում գործելու են արդար եւ ճիշտ դատարաններ, որոնք որ զերծ են կողմնակի միջամտություններից, այսինքն բոլորի արած չարածների գնահատականները տալու են դատարանները օրենքի սահմաններում։ Իսկ գուցե անցնցում Հայաստանի համար պետք է ֆորս մաժորային որոշումներ կայացնել։ Ֆորս մաժորային որոշումը իրենից եթե ենթադրում է որևէ ապօրինություն կամ միջամտություն անկախ դատական մարմիններին, դա բացառված է։ Առնվազն մեր կողմից նման որոշում չի կարող կայացվել, որովհետև մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում իշխանության տարանջատման սկզբունքին եւ դատական համակարգի անկախությունը մեր համար առաջնային արժեքներից է։ Ինչ վերաբերվում է այն միավորներին, որոնք որ համաձայն կլինեն մեր ծրագրի իրականացմանը, ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին եւ մեր առաջնորդի Սամվել Կարապետյանի առաջնորդությանը, ապա բնականաբար քննարկելի է, դուրը մենք չենք փակում ոչ մեկի առաջ, եթե ինչ որ մեկը կարող է նպաստ ունենալ։ Այսինքն ԿՊ-ից էլ որևէ մեկը կարող է գալ եւ ասել։ Ես չեմ ուզում նշել որևէ քաղաքական ուժի։ Խոսքը վերաբերվում է։ Իսկ դուք չեք տեսնում, որ դուք մի հարթության վրա եք դնում իշխանություններին եւ ընդդիմությանը։ Ես չեմ տեսնում նման մոտեցում, իմ խոսքերը վերաբերում են անհատներին։ Անհատների մասին խոսքը։ Այն քաղաքական ուժը, որը որ այսօր գործում է Հայաստանում, եթե շարունակի ու կարծես թե այդպես էլ կա, շարունակի իր ռազմավարությունը, բնականաբար նրանց հետ համագործակցության եզր չենք տեսնում։ Իսկ եթե չշարունակի, եթե ասեմ մենք խելոքացել ենք, թող խելոքանան։ Այսինքն չեք բացառ։ Այդ ժամանակ կտեսնենք հնարավոր է իրենց սկզբունքային հակառակորդներ չեն։ Մենք չենք իհարկե սկզբունքային հակառակորդներ։ Այս ամբողջ քաղաքական process-ը սկսել է հենց սկզբունքների հակադրության մեջ։ Եթե կան մարդիկ, ովքեր որ մեր եկեղեցու դեմ գործողությունները դրական ֆոնի ներքո են պատկերացնում, եթե կան մարդիկ, ովքեր որ մեր հայրենիքի մի մասի կորուստը դրական ֆոնի վրա են պատկերացնում, եթե կան մարդիկ, ովքեր պարտությունները ներկայացնում են որպես հաղթանակներ, նման մարդկանց հետ համագործակցություն մենք չենք կարող տեսնել։ Պարոն Դանիելյան, դուք ասացիք մեր հայրենիքի կորուստը նկատի ունենալով բնականաբար Արցախը,
Ես նկատել եմ ոչ մեր ձևով շարժումը, երբ դուք դեռ մեր ձևով շարժում եք կոչվում ոչ թե ուժեղ Հայաստան կուսակցություն, շատ քիչ եք խոսում այս անցած հունիսից սկսած, հա, երևի, շատ քիչ եք խոսում Արցախից եւ ընդհանրապես գերադասում եք խոսել բացառապես տնտեսական եւ սոցիալական հարցերից, ինչու՞։ Նախ չեմ համաձայնվի, որ քիչ ենք խոսում։ Ну, գոնե դες տպավորություն է։ Նման տպավորություն կա, ես ավելի շատ կցանկանայի, որպեսզի մենք բոլորս շեշտադրումը անենք ոչ թե խոսքի, այլ գործողությունների վրա։ Սամվել Կարապետյանը եւ նաեւ մեր ձևով շարժման մոտեցումները եղել են Արցախահայերի կողքին կանգնած լինել։ Արցախահայերի իրավունքները եղել են մեզ համար շատ կարևոր, կան եւ կլինեն։ Հետեւաբար կան երևի մարդիկ, որ շատ են խոսում, խնդիրների մասին բարձրաձայնում են, իրենց առաջարկներն են կատարում, բայց գետնի վրա գործողություններով չեն կարողանում աջակցել։ Բայց կար տպավորություն, որ դուք չեք խոսում, չեք շրջանցում եք այդ հարցերը։ Տպավորությունը կարծում եմ արդար չի։ Ահա։ Առնվազն մեր ձևով շարժման մասին երբ խոսքը գնաց, մեր ձևով շարժումը առանձին հենց Արցախահայերի հետ կապված բավականին մեծածավալ աշխատանքներ է տարել։ Իսկ նրանց իրավունքը վերադառնալու մասին սա արդեն քաղաքական հարց է։ Օրինակ դրա մասին երբեք չեք խոսել, տարածաշրջանային խնդիրներից չեք ասել, երբևէ չեք ասել դուք ինչ կողմնորոշում ունեք, ինչպիսի քաղաքական, արտաքին քաղաքականություն պետք է ունենա ձեր ղեկավարած Հայաստան, օրինակ ըստ ձեզ, եթե դուք հաղթում եք ընտրություններին եւ կառավարություն եք ստեղծում, անկախ դրանից կոալիցիոն թե ոչ, ձեր ղեկավարը Սամվել Կարապետյանը իր առաջին այցը որ երկիր պետք է կատարի։ Տեսեք, այցի հետ կապված։ Նախ պաշտոնական այցերը կատարվում են ըստ անհրաժեշտության, նորմալ պայմաններում, նորմալ երկրներում։ Չէ, բայց առաջին այցը միշտ կարևոր է լինում։ Եվ մեր պատկերացրած մեր ուժեղ Հայաստանում նման սիմվոլիկ քայլերը չեն նախանշելու մեր քաղաքականությունը։ Այսինքն ըստ անհրաժեշտության դեռ տեսաների Ինչ հարաբերություններ եք ունենալու Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն հայանպաստ, շահերի հիման վրա։ Մեր կողմից գոնե այդպիսի դիրքորոշում պետք է լինի։ Ինչ է նշանակում հայանպաստ շահեր Թուրքիայի հետ հարաբերություններով։ Մենք չենք կարող զիջել մեր պատմական հիշողությունը։ Մենք չենք կարող զիջել մեր տնտեսական շահերը։ Օրինակ շատ է խոսակցությունը գնում արդեն տնտեսական հարաբերությունների զարգացման, սահմանները բացելու այդ ամեն ինչի մասին։ Մենք դեմ չենք լինել մեր հարևանների հետ տնտեսական գործընկերներ։ Սակայն պետք է Հայաստանում լինի ուժեղ եւ տնտեսությունից հասկացող իշխանություն, որպեսզի մաքսիմալ բացառի այն բացասական հետևանքները եւ այն նեգատիվ ազդեցությունը տնտեսության վրա, որը որ հնարավոր է լինել։ Էլի գնացինք տնտեսություն։ Թուրքիայի հետ պետք է կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանի, թե ոչ։ Թուրքիայի հետ պետք է մենք ունենանք երկխոսություն հասկանալու համար իրենց մոտեցումները։ Մենք այսօր հանրային դաշտում նույնիսկ տեսնում ենք այնպիսի մոտեցումներ, որոնք որ առնվազն մեզ համար ընդունելի չի։ Օրինակ, սահմանի բացելու հետ կապված Թուրքիան առաջ է քաշում մի նախապայման, որը որ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների հետ որևէ առնչություն չպետք է ունենա։ Դա հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագիրն է, որի հետ կապված է հայ ժողովրդի առաջ նախապայման է դրվել փոխել սահմանադրությունը։ Նորից խոսեցինք սահմանադրության մասին, ես կուզենամ նաև ստեղել զուգահեռներ տանեմ։ Մի կողմ դնենք սահմանադրությունը։ Արդեն կա համաձայնագրի տեքստը, հա, հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստը, որը որ նախաստորագրվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին անցած տարի։ Դուք գալիս եք իշխանության, ինչ եք անելու այդ փաստաթղթի հետ։ Եթե մինչև այդ չընդունվի որպես արդեն չստորագրվի։ Ասեմ, մեր քաղաքական ուժը ունի հետևյալ դիրքորոշումը միջազգային պարտավորությունների հետ կապված։ Մենք չենք սկսելու զրոյական կետից։ Մենք պետք է առերեսվենք իրականության հետ, փաստերի հետ եւ ըստ այդմ շարժվենք առաջ բանակցությունների միջոցով ստանալու առավելագույնը։ Այսօր Հայաստանում գիտեք այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տպավորությունը նույնիսկ գործող իշխանությունները լավ չեն պատկերացնում, ում առաջ ինչ պարտավորություններ են ստանձնել եւ որտեղ ինչ իրավունքներ ունեն, որպեսզի գնան եւ պնդեն իրենց իրավունքների վերաբերյալ
գործողություններ։ Ինչ պայմաններ եք առաջ քաշելու Բաքվի հետ հարաբերություններում։ Մենք ինչ հարցեր եք բարձրաձայնելու։ Գիտեք, խոսքը խաղաղության մասին է, պետք է խաղաղություն լինի կայուն։ Իսկ այդ կայուն խաղաղությանը հասնելու համար առնվազն մեկից ավել երաշխավորներ են պետք։ Որովհետև մենք տեսել ենք մեր հարևանի հետ ինչպիսի պայմանավորվածություններին իրենք ինչպես են վերաբերվում։ Մենք տեսել ենք նաև, որ 3 գերտերություններ միջնորդ էին եւ երաշխավոր էին եւ դա չխանգարեց, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Արցախում եւ հետո էլ հայաթափի Արցախը եւ հետո էլ ոչնչացնի հայկական հետքը Արցախում։ Խոսքը եթե գնում է բանակցային process-ում ներգրավված լինելու մասին, ապա միանշանակ կարող եմ մի բան ասել։ Հայաստանի գործող իշխանությունը թույլատնելով բանակցային դիրքերը, սուբյեկտայնությունը եւ ճիշտ դիվանագիտություն չվարելու արդյունքում միշտ կարող է կորցնել գործընկերների եւ երաշխավորների։ Ով պետք է լինի երաշխավորը, որ երկիրը։ Այն երկրները պետք է լինեն երաշխավորներ, ում հետ Հայաստանը կկարողանա լինել ճիշտ գործընկեր, վստահելի գործընկեր եւ ում հետ կարող է ունենալ ամուր եւ ուժեղ համագործակցություն։ Այդ երկրները պետք է կառուցել այդ հարաբերությունները։ Այդ հարաբերությունները գոյություն ունեն, որոնց մի մասը շատ մեծ վնասներ են կրել, Ռուսաստանը կարող է երաշխավոր լինել հախուռն քաղաքականության արդյունքում։ Մեր շատ գործընկերների հետ մեր հարաբերությունները այսօր տեսանելի չեն։ Ռուսաստանը կարող է երաշխավոր լինել։ Ռուսաստանը նաև մեծ կառույցի մեջ մտնող մի պետություն է, Եվրասիական տնտեսական միությունը, որի անդամ երկիր է նաև Հայաստանը։ Այսինքն կա այստեղ Ռուսաստանի շահագրգռվածության պատճառ թե ոչ, բնականաբար կա։ Կա հնարավորություն, որ այլ երաշխավորների հետ մեկտեղ Ռուսաստանը նույնպես կարող է իր դրական ազդեցությունը ունենալ խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության մեջ։ Բնականաբար կա այդ հնարավորությունը։ Կան շատ բաստողնված նաեւ հնարավորություններ, որոնք պետք է ճիշտ եւ ուժեղ ղեկավարի առաջնորդությամբ վերականգնել, ամրացնել եւ խորացնել։ Okay. Համարենք, որ պատասխանեցիք, պարոն Դանիելյան։ Իսկ ձեր կարծիքով, այսպես այդ կողքից եթե նայենք, ով է ավելի շատ ոգևորում Սամվել Կարապետյանին, Բուդինա Իվանիշվիլին, թե Դոնալդ Թրամփը, երկուսն էլ մեծահարուստ հաջողակ բիզնեսմեններ են, մեկը ղեկավարում է երկիրը, բայց չի հանդիսանում, չունի պաշտոնական կարգավիճակ, մյուսն էլ նախագահ է եւ իր այսպես բոլոր բիզնես հմտությունները, ավանդույթները բերել է մեծ քաղաքականություն, որ ով է ավելի մոտ Սամվել Կարապետյանին, որ տարբերակը։ Այսպես ասեմ, Սամվել Կարապետյանին ոգևորում է հայ ժողովրդի եւ Հայաստանի այն տեսլականը, որը որ ինքը ունի։ Եվ չի ցանկանա որևէ համեմատություն տանել այլ իրականությունների, այլ իրողությունների պայմաններում, այլ ղեկավարների կեցվածքի հետ։ Սամվել Կարապետյանը իր որոշումը կայացրել է ոչ թե ոգեշնչվելով որևէ այլ ղեկավարի անցած ճանապարհով կամ կենսագրությունով, այլ քաղաքականության մեջ խոսք ասելու հիմնավորումը լավագույնս հենց տվել է ինքը Սամվել Կարապետյանը, ասելով, եթե քաղաքական գործիչների մոտ չհաջողվի իրականացնել անհրաժեշտ պաշտպանությունը մեր ազգային արժեքների եւ մեր պետականության, ապա մենք էլ մեր ձևով կմասնակցենք դրան։ Հետևաբար, այստեղ տեսնել որևէ այլ ղեկավարի կամ այլ պետության օրինակի հայլիացում, կարծում եմ ճիշտ մոտեցում չի։ Կարող եք պնդել, որ եթե նույնիսկ չձերբակալեին Սամվել Կարապետյանին, կլիներ մեր ձևով շարժումը եւ հետո էլ ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Միանշանակ Սամվել Կարապետյանի որոշումը ոչ թե կախված է նրանով, որ նա ձերբակալվեց կամ սեփականության դեմ կատարվեց ապօրինություններ, այլ նպատակը հստակ է՝ պաշտպանել մեր ազգային արժեհամակարգը, ունենալ ուժեղ Հայաստան, իսկ այդ նպատակը սակարկելի չէ։ Հետևաբար անկախ նրանից եղան բռնաճնշումներ, կշարունակվեն թե չեն շարունակվի։ Իսկ ըստ մինչև ընտրություններ Սամվել Կարապետյանը կվերադառնա նկուղ ԱԱՑ-ի։ Ես մի բան կարող եմ ասել, որ գործող իշխանությունները Սամվել Կարապետյանից վախենալով փորձում են ամեն գնով նրան մեկուսացնել, ամեն գնով հեռու պահել քաղաքական ներկայացվածությունից։ Հետևաբար կցանկանան արդյոք այդ բռնաճնշումները ել ավելի մեծացնել։ Կարծում եմ հնարավորության դեպքում նման փորձեր կարվեն։
չեմ բացառում։ Բայց դա արդեն փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ գործիքակազմ չի, դա ոչ մի բան չի փոխելու։ Դուք մինչև միանալը մեր ձևով շարժմանը ինչով եք զբաղվում։ Մինչև միանալը անմիջապես այդ ընթացքում ես զբաղվում էի իրավաբանությամբ եւ տարբեր ծրագրերի ղեկավար էի հանդիսանում տաշիր ընկերությունների խմբում։ Իսկ ձեր պես շատ կան մարդիկ, ովքեր եկել են մեր ձևով շարժում տաշիր գրուպից։ Չեմ կարող ձեզ հարցին հիմա հստակ պատասխանել, որովհետև գիտեք, ինձ մեր ձևով շարժումը ինպես մարդիկ, որոնք որ մասնավորում աշխատել են կամ որևէ մասնագիտական գործունեություն են իրականացրել եւ միացել են շարժմանը, շատ են։ Արդեն 30,000-ից ավել մարդիկ միացել են մեր ձևով շարժմանը այսօրվա դրությամբ։ Եվ այնտեղ կան ամենատարբեր բնակավարներից եւ ամենատարբեր զբաղվածություն ունեցող մարդիկ։ Ունեք ընկերներ, որ ձեզ զանգում ասում են, ապեր մենք ենք ուզում միանալ շարժմանը։ Շատ ընկերներ եւ ոչ ընկերներ, ծանոթներ դիմում են։ Չէ, ոչ միայն միանալ, այլ ակտիվ մասնակցություն ունենալ, հա, ձեր պես լինել։ Իսկ ինչ է նշանակում լինել մեր պես։ պես։ Դե, չգիտեմ, որ հետո լինի նաեւ քաղաքական թիմի անդամ եւ ընտրություններից հետո ինչ որ։ Ես եթե խոսքը գնում է ինչ որ ակնկալիքներով միանալու մասին, ապա նման դեպքերի չեմ հանդիպել։ Եվ կարծում եմ մեր հայրենակիցներին մեծագույն հարգանքով վերաբերվելով մենք ընդունում ենք առաջարկելով ուժեղ Հայաստան, այլ ոչ թե այլ, չգիտեմ, պաշտոններ կամ այլ ինչ որ գրավիչ առաջարկներ։ Ամենագրավիչ առաջարկը, որը որ կարող ենք տալ մեր հասարակությանը եւ մեր անդամներին, որոնք որ միանում են շարժմանը եւ աջակցում են մեզ, դա ուժեղ Հայաստան ունենալն է, որտեղ որ մեր այս բանին արդեն ներկայացված տնտեսական ծրագրերը կան 5 կետերով։ Արդեն բավականին տեսանելի է, թե ովքեր ինչ հնարավորություններ կարող են ունենալ։ Կա նաև տարածված կարծիք, որ մեր ձևով ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցների մեծ մասն ապրում է մարզերում։ Այդպես է։ Չեմ կարող ասել։ Գիտեք, մենք բավականին մեծ աջակցություն տեսնում ենք եւ մարզերում եւ Երևանում։ Երևանում էլ ունեք աջակիցների մեծ բանակ։ Այո, մենք համեմատական վերլուծություն չենք տանում առանձնապես մարզային բնակիչներն են, թե որովհետեւ մեր առաջարկը վերաբերում է եւ մարզերի եւ Երևանի բնակչությանը։ Հետևաբար միգուցե կա ինչ որ տարբերություններ ինֆորմացիայի հասանելիության հետ կապված, որովհետեւ մենք գիտենք, որ մեր բնակչության, մեր հայրենակիցներից շատերը ինֆորմացիան ստանում են հանրային հեռուստաընկերության միջոցով։ Դա կարող է ազդեցություն ունենալ։ Նախկինում կար նաև խոսակցություն, որ տարածված, որ Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետը Հայաստանի, կարող է լինել ձեր վարչապետի թեկնածուն։ Ինչու չեղավ։ Բանակցում եք Կարեն Կարապետյանի հետ։ Մենք ի սկզբանե շարժումը սկսել ենք Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Եվ բնականաբար Սամվել Կարապետյանը հենց ինքը ունեցել է այն ճանապարհային քարտեզը եւ տեսլականը, թե ինչպես պետք է հասնի ուժեղ Հայաստան ունենալու նպատակին։ Այսինքն 3 ամիս առաջ դուք կարելի էր ենթադրել, որ Սամվել Կարապետյանը արդեն ուներ որոշում, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածու։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար կառաջարկեմ նայենք Սամվել Կարապետյանի կենսագրությունը։ Ձեր կարծիքով մարդ, որը որ նմանատիպ հաջողություններ է գրանցել տնտեսական ոլորտում, բիզնեսի ոլորտում իր որոշումները կայացնում է հնդածս կարևորագույն որոշումները, թե նախապես բալանսավորված ամեն ինչ։ Սա նախապես որոշում էր։ Սա որոշումը եղել է ունենալ ուժեղ Հայաստան, եղել է ճանապարհային քարտեզը, իսկ ավելի դետալային որոշումների կայացումը, կարծում եմ հասցեատերը ես չեմ, որ պետք է տակ։ Մի բան հստակ է, Սամվել Կարապետյանը ի սկզբանե սկսել է այս շարժումը, որպեսզի վերջնանպատակը եւ նոր սկիզբը լինի ուժեղ Հայաստանը։ Դուք հաջողության դեպքում լինելու եք նոր կառավարության կազմում։ Չի քննարկում նման։ Շատ լավ։ Ենթադրեք դուք նոր կառավարության կազմում եք, խնդրում եմ թվարկեք առաջին 5 քայլերը, որ անելու է ձեր կառավարությունը։ Առաջին 5 քայլերը արդեն իսկ հրապարակվել է տնտեսական քայլերի։ Չէ, տնտեսական չէ, առաջին 5 քայլերը։
Այսօր ընտրվել եք կառավարություն եք ստեղծել։ Առնվազն առաջին քաղաքական որոշումը եւ քայլը լինելու է սահմանադրությունում համապատասխան փոփոխություն Երկրորդում դա հասկացանք։ Իսկ մնացած քայլերը արդեն կբխեն այն ծրագրից, որը որ ներկայացված է Դուք միայն տնտեսականն եք, առանց երկրորդ քայլը Սամվել Կարապետյանը դարձել է վարչապետ։ Երկրորդը ինչ է կարելի։ Այս պահին ներկայացված է մեր միայն տնտեսական ծրագիրը։ Երբ որ մեր ամբողջական ծրագիրը հանրությանը մենք կներկայացնենք, այնտեղ արտացոլված կլինեն այն բոլոր ծրագրերը, որոնք որ հերթականությամբ կատարվելու են։ Իսկ քայլերի հաջորդականությունը առաջին հերթին որոշվում է ըստ անհրաժեշտության։ Ինչքան էլ որ պլանավորված քայլեր լինեն, բնականաբար որոշումները կայացվում են ըստ անհրաժեշտության։ Մենք կգնանք այն ճանապարհով, որը որ նախանշել ենք, թե հնդածս մի խնդրեմ կարող է առաջանալ, մի խոչընդոտ, որը որ լուծելու պարագայում նոր կարող ենք անցնել երկրորդ քայլը։ Ինչ քայլեր պետք է ձեռնարկել անվտանգությունը ապահովելու համար։ Անվտանգության մասով շատ մոտ ապագայում մենք շատ մանրամասն կներկայացնենք մեր տեսլականը։ Ինչ տեղ է զբաղեցնելու այդ ձեր անվտանգության այդ ամբողջ ձեր բանաձևի մեջ բանակը։ Բանակը հենց այն կոնկրետ առաջնային երաշխավորն է խաղաղության, որը որ մենք տեսնում ենք, այսինքն անվտանգության ծրագրերի հետ կապված մեր ներկայացումը, որը որ շուտով կլինի, մեր ծրագրերի ներկայացումը կներառի, կարծում եմ, եւ բանակի եւ ընդհանուր անվտանգային համակարգի հետ կապված մեր բոլոր մոտեցումները։ Դա առաջնային եւ շատ կարեւոր ոլորտ է մեզ համար։ Իսկ կթողնեք որոշումները, որոնք կայացրել են այս իշխանությունները ուժի մեջ, օրինակ կրճատել ժամկետը, բանակի վրա ծախսերը եւ այլ եւ այլ։ Ես չէի ուզենա հիմա պատասխանել անվտանգային հարցերի վերաբերյալ ձեր արձադրումներին, որովհետեւ արդեն իսկ նշեցի, շուտով սպասվում է հենց կոնկրետ այդ ոլորտի հետ կապված ծրագրերի եւ պրոյեկտների ներկայացումը, մեր տեսլականը, մեր ամբողջ Գնանք Սփյուռքին, հա, մի թեմա, որը ինձ հետաքրքրում է եւ ես ձեր համագումարը նայեցի, կարծեմ Գոհար Գումուշյանն էր ներկայացրել Սփյուռքի հետ կապված այդ գեղեցիկ ելույթեր եւ ճիշտ հայտարարություններ էր, իսկ իրականում այսօր կան հայտնի սփյուռքահայեր, ովքեր ձեզ հետ կապի մեջ են եւ ասում են, որ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք նաեւ մեր ներուժը, մեր կապիտալը, մեր գիտելիքները բերել։ Բնականաբար այս ընթացքում բավականին շատ հաղորդակցություն ենք ունեցել նաեւ մեր Սփյուռքի շատ ներկայացուցիչների հետ։ Եվ այն փոփոխությունները, որը որ մենք տեսնում ենք Հայաստանում որպես անհրաժեշտություն, միտված է, որպեսզի մեր Սփյուռքի հայրենակիցները հնարավորինս ավելի մեծ կապ ունենան Հայաստանի հետ, Հայաստանի Հանրապետության հետ։ Օրինակ աշխատատեղերի հետ կապված մենք ունենք տնտեսական ծրագիր, առաջարկում ենք 300,000 նոր աշխատատեղ։ Այստեղ մեր համար նաև նպատակներից մեկը այդքան շատ աշխատատեղ ունենալու, սոցիալական խնդիրը լուծելու զուգահեռ, որպեսզի Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները նույնպես արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորություն ունենան, որը որ կդառնա հայրենադարձության հիմք։ Այսինքն, երբ մեր քաղաքացիներից, մեր հայրենակիցներից շատերը լքել են իրենց հայրենիքը, ապրում են այլ երկրում, քանի որ չկա իրենց համար համապատասխան աշխատանք Հայաստանում, բնականաբար հավատում եք, որ Հայաստանում միջին աշխատավարձը, ասենք 2 տարուց կարող է լինել $2000։ Գիտեք, մենք չենք առաջնորդվում հավատալով կամ չհավատալով։ Մենք առաջնորդվում ենք ծրագրերով եւ նպատակներով։ Միակ բանը, որ հավատում ենք թե ոչ, դա մեր ծրագրերը կարող ենք անել, թե չենք կարող։ Այո, հավատում ենք եւ վստահ ենք, որ մեր առաջարկած ծրագրերը մենք կարողանալու ենք իրականացնել։ Աստված չտա Փաշինյանը հաղթի այս ընտրություններին եւ վերընտրվի։ Ինչ է անելու Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ուժեղ Հայաստան կուսակցության նպատակը հիմա ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ կլինի ուժեղ առաջնորդ եւ այդ առաջնորդը կընտրվի ուժեղ ընտրողների կողմից։ Հետևաբար, պատասխանելով ձեր հարցին, մենք չենք տեսնում այսօր հանրային աջակցություն գործող իշխանության մոտեցումներին։ Մենք չենք տեսնում մեր հայրենակիցների աջակցությունը մեր պետության թուլացմանը, չենք տեսնում աջակցություն եկեղեցու նկատմամբ հարձակումներին, չենք տեսնում աջակցություն իշխանության ռեպրեսիաների
դրական վերաբերմունքի տեսքով մեր հայրենակիցների կողմից, հետևաբար ես նույնիսկ չեմ էլ ուզում քննարկեմ այդ սցենարը, որովհետև մենք լրիվ մի քանի տոկոսով ձեզանից ավելի շատ դա արդեն չեղավ, որ մեր հայրենակիցների աջակցությունը ինքը ունեցավ։ Այսինքն եթե կլինեն ապօրինություններ, եթե ապօրինի ճանապարհով այնքան բանակ, որ կարողանանք հետևել։ Եթե ապօրինի ճանապարհով լինելու, որ կեղծվելու է ընտրությունները, բնականաբար մենք մեր օրինական պայքարը եւ մեր հայրենակիցների ձայնը պետք է լսելի եւ տեսանելի դարձնենք։ Իսկ այդ խախտումները կանխարգելել, թույլ չտալ, որպեսզի իրականություն դառնա, դա կարծում եմ եւ բոլոր քաղաքական ուժերի եւ մեր հայրենակիցների համար պետք է լինի շատ կարեւոր։ Ձեզ համար կարեւոր է։ Առաջնային կարևորություն է ունենալու որ հետևեք, որ չլինեն խախտումներ, չլինեն մարդկանց վրա ճնշումներ, ձեր ասած պետական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործում եւ այլ տեսակի լեզվով ասած դուք տեր եք կանգնելու այն ձայներին, որ տալու են ձեզ։ Բնականաբար։ Եվ պատրաստ եք գնալ տարբեր քայլերի։ Այդ փողոցային շարժման։ Մենք պատրաստ ենք գնալ օրինականության ճանապարհով եւ մենք գնալու ենք եւ պահանջելու ենք, որպեսզի Հայաստանում գործի օրենքը, որպեսզի չլինեն ընտրակեղծիքներ, խեղաթուրված արդյունքներ, խաբված հասարակություն։ Մենք մեր հայրենակիցների հետ միասին ունենալու ենք ուժեղ Հայաստան եւ դրա համար պետք է լինել ուժեղ, դրա համար պետք է լինել աննահանջ եւ գործել օրենքի սահմաններում։ Ինչ եք անել դուք, անձամբ դուք, հունիսի 7-ի 8-ի գիշերը, ընտրություններից հետո։ Թիմակիցներից հետ քննարկելու ենք այն բացթողումները, եթե լինեն, բայց դրան զուգահեռ նաև նշելու ենք մեր հաղթանակը։ Վստահ եք, որ նշելու եք հաղթանակը։ Այո։ Շատ լավ, պարոն Դանիելյան, իսկապես հետաքրքիր էր մեր զրույցը եւ ես անպայման ձեզ նաև կկանչեմ հարցազրույցի կամ ոդքասթի ընտրություններից առաջ, ասենք 2-3 շաբաթ առաջ, ինձ հետաքրքիր կլինեն ձեր էմոցիաները, որ արդեն մոտ լինեն ընտրությունները եւ ես հուսով եմ, որ դուք նույնչափ վստահ կլինեք ձեր հաղթանակի վրա ընտրություններից 3 շաբաթ առաջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։